Ջերմուկի զարդը ամռանը հանքային ջուրն է, ձմռանը ձյունը, ձմեռային տուրիզմը նախընտրողներին այս քաղաքում սպասում է նաև տարածաշրջանում ձնեքանդակների միակ փառատոնը։ Ձնեմարդուկը երրորդ անգամ է կազմակերպվում, բայց եթե նախորդ 2 տարիներին փառատոնը մարզային բնույթ էր կրում, այս անգամ սահմաններն ընդլայնել է ողջ հանրապետությունով։ 60 թիմ արդեն մասնակցության հայտ է ներկայացրել։ Փետրվարի 14-ից 16-ը նրանք ձնեքանդակներ են պատրաստելու։ Ջերմուկում երբեք ճանապարհները փակ չեն լինում, առանձնատուկ դրա վրա կուզեի ուշադրություն դարձնել բոլորը, որտեղ կա այդպիսի մտավախություն, եւ երկրորդը հյուրանոցները Ջերմուկում բավական էժան են եւ մատչելի են լինելու 14-ից 16 ընկած հատվածում։ 8000 դրամ 3 անգամյա սնունդ կազմակերպիչների խոսքով սա բացառիկ հնարավորություն է։ Այդ օրերին Ջերմուկում հանգստացողները կարող են ներկա լինել փառատոնին, մասնակցել տարատեսակ խաղերի, մրցումների ու վարպետության դասերի։ Ձնեմարդուկ 2014-ի մասնակիցները պրոֆեսիոնալներ չեն, բայց նրանց տրամադրվող տեխնիկան ու աշխատանքային խմբի սկզբունքներն ընդունված չափանիշներով են լինելու։ Մեկը պետք է ձյունը տրորի, մի քիչ ջուր շաղախի, որպեսզի շուտ սառի։ Գործիքները շատ կարելի ասել բազմազան են, բայց հասարակ բահից սկսած դանակներ հատուկ, դույլեր ջրի համար, տարբեր տարաներ, ֆորմաներ։ Ձյունը քերելու հատկություն ունի եւ դրա համար մենք Ջերմուկում կհատկացնենք հատուկ ձեռնոցներ ռետինից պատրաստված, որը թույլ կտա, որպեսզի ձեռքը չքերվի։ Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցի նաև Կարին ավանդական երգի պարի համույթը, որպեսզի տուրիզմը զարգանա, հյուրերին նախ ավանդական մշակույթով պետք է զարմացնել, ասում է Գագիկ Գինոսյանը։ Կարինը փառատոնի մասնակիցներին ջերմացնելու է, մրսած քանդակագործներն ու նրանց գործին հետևողները տաքանալու են պարելով։ Պիտի ազգային պարի ոգին, այդ կրակը, որ կա ազգային պարի մեջ, միգուցե մի քիչ վտանգենք ձնեմարդկանց, որովհետև իրենք էլ կարող են միանան եւ հալվեն ջերմությունից, բայց ամեն դեպքում։ Ձնեմարդուկ 2014-ին մասնակցության հայտեր դեռ ընդունվում են։ Կազմակերպիչները խոստանում են խրախուսել բոլոր մասնակիցներին, իսկ լավագույնները կարժանանան հատուկ մրցանակների։ Ջերմուկցիները Ղարաբաղում կհանգստանան, այլ քաղաքներից եկած լավագույն մասնակիցները երկօրյա հանգիստ կվայելեն Ջերմուկում։ Ցոլնե Միքայելյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։